Անդրեմ, լսում ձեզ հետո։ Հա, եթե նման օրենսդրական կարգավորում կա ինչ-որ իմաստով, ես բոլորիդ եմ կոչ անում, ուղղակի օգտվեք ձեր իրավունքից ու ձեր ժամանակը մի վատնեք այստեղ գալու։ Բոլոր նրանց, ով իրավունք ունի, եթե ես ունենայի, ես էլ կիրացնեի դա, չգիտեմ, եթե այս պահին իմաստան։ Այնպես որ իրացրեք ձեր իրավունքը։ Ես կարծում եմ, որ դատարանը իրավունք չունի նաև մերժելու դա, քիչ առաջ մեր փաստաբանների հետ խորհրդակցություններ դա էր։ Շնորհակալ։ Նորը, ինչ ունեք։ Էության մեջ նույնաբովանդակ միջնորդություն ունեմ Արմեն Ալեքսանյանի մասով, պատվարժան դատան։ Տեսեք, այստեղ զուտ միջնորդությունը կարծեք, թե հայեցողություն ձեզ չի թողնում բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին վարորդային գործողությունների պարտադիր կհամարեք, բացի այդ դա կբեռնաթափի սույն պրոցեսը, իսկ իրավական նախադրյալների մասով անձը ունի պաշտպան, պատվարժան դատան, կարծեք թե օրենսդիրը միայն դա է կարևորել, որ անձը ունենա պաշտպան, եւ կխնդրեմ նաեւ Արմեն Ալեքսանյանին ազատել այդ պարտականությունից, բնականաբար բոլոր այն դեպքերում, երբ անմիջականորեն որևէ ապացույցի հետազոտում կվերաբերի իրեն կամ ցուցմունք տալու անհրաժեշտություն կլինի, Ալեքսանյանը կներկայանա, իսկ մնացյալ մասերով կխնդրեմ ազատել պարտականությունը։ Վերադրողները ցանկանում են ապրել։ Մասնակիցները լավը տեղյակ են, թե ինչի անվան եք այստեղ գտնվում եւ ով ինչ կարգավիճակով եք գտնվում։ Իշխանության հետ կապված բնականաբար թողնում դատարանի հայտարարությանը, օրենքի մեջ հստակ նշված է, դրանը ղեկավարելով արդեն դատարանը հստակ որոշում կկայացնի։ Դատարանության մասնակիցները դատարան լսեց ձեր արված միջնորդությունները եւ դիրքորոշումները դատարանը գտնում որ այս պայծառությամբ քրեական վարքի սիմվոլում մեղադրյալների մասնակցությունը պարտադիր է։ Այսինքն ձեր միջնորդությունը մերժվում է։ Քրեական դատավարության օրենսգրքի նոր կարգավորումներ եք ձեր համար ներկայացնում, որովհետև փուլով պայմանավորված տվյալ միջնորդության մերժում օրենքը չի նախատեսում։ Դատարանը կարող է առանձին դատական նիստին կամ առանձին վարույթային գործողությանը մեղադրյալի մասնակցությունը պարտադիր համարել։ Այսինքն կանոնը հետևյալն է. անձը կարող է իրավունք ունի, եթե օգտվում է չներկայանալ դատական նիստերին, բացառությամբ այն առանձին դատական նիստերի, որի համար որ դատարանը պարտականություն կսահմանի, կամ վարույթային գործողությունների, որի համար դատարանը որոշակի պարտականություն կսահմանի։ Դուք քրեական դատավարության օրենսգիրքը մոտավորապես եք կիրառում, հաշվի առնելով փուլը, խափան միջոցները չենք փոխում, հաշվի առնելով արձանագրում է դատարանը, որ հիմնական դատալսումների փուլ ունենք, ամեն անգամ այդ արտահայտությունը ասելով ձեր կարծիքով ավելի իրավական արժեքավոր է դառնում, պատվարժան դատարան այդ արտահայտությունը, ոչ։ Մենք դες ընդհանրապես մի բան էինք խնդրում այս process-ի ընթացքում, հասկացանք խափանամիջոցների մասով հնարավորություն չունեք օբյեկտիվ որոշում կայացնել։ Օրենքի կիրառման հետ կապված խնդրում ենք ասում ենք մեղադրյալները չներկայանան։ Դուք տարածական ինչ-որ նոր ձևակերպումներ եք ձեր համար ներկայացնում ու դրա միջնորդությունը մերժում եք։ Հիմնավորումը չկա, պատվարժան դատարանն է ամեն ինչի։ Դուք դիտավորյալ այս process-ը ծանրաբեռնում եք։ Հիմա կարող է հանձնարարությունը այդպեսին է, բայց իմ մոտ տպավորությունն է նա, որ դուք այս process-ը միշտ մեղադրում են, պաշտպանական կողմը ձգձգում է, դատախազում ենք էլ դուրս էին գալիս, ասում ենք մեղադրողները ձգձգում են եւ այլն, պարզվում է դուք եք ձգձգում այս process-ը։ Դուք եք ծանրաբեռնում այս process-ը, որտեղ ձեր է ձեր տալի այս ամեն ինչը, ինչ հիմա ստեղ կատարվում է։ Ինչու՞ չեք կիրառում օրենքի իմպերատիվ պահանջը, որը որ գրված է։ Ամեն օր արտարարության նախարարը մի հատ փուջուր ռոլիկներ է ներկայացնում, ասում է գործերի քննության արագություն ենք ապահովում, օրենսդրական փոփոխություն ենք անում։ Նույնիսկ դատավորին հաշվի չեն առնում, որ վաղը ձեզ տեղից հանեն ուրիշ դատավոր նշանակեն, ասում է դատավորը կարիք չունի են նախորդող գործողությունները կրկնելու։ Այդ պահից սկսած արագություն են փորձում ապահովել։ Այս նորմն են դրել դրա տակ։ Հիմա դուրս է գալիս, որ Հայաստան ինչպես միշտ
վերջի 8 տարում Հայաստանի Հանրապետությունը մի ձեռքով ուրիշ գործողություն է անում, այն մյուս ձեռքով ուրիշ գործողություն է անում։ Ու ես շատ եմ ցավում, որ այդ մյուս ձեռքի դերում այս բանը դուք եք հայտնվում։ Բարի, նստեք, ցավալու կարիք չկա, դատարանը որոշումը կայացրեց։ Դուք անօրինական որոշում եք կայացրել։ Դուք անօրինական առանց իրավական հիմնավորման քմահաճույքով որոշում եք կայացրել։ Միջնորդությամբ հանդես գալ։ Տեսեք, օրենսդիրը երբ որ գնաց այս լուծման, այս կարգավորումը արձանցյալ է մեկ այլ կարգավորումից, որ դատարանը պարտավոր է գործը քննել եւ ավարտել 1 տարվա ընթացքում։ Խիստ բացառիկ դեպքերում +1 ռեժիմով։ Հիմա սրանք կրկնում եմ արձանցյալ իրավակարգավորումները, ապացույցները հետազոտված համարելը, մեղադրյալների նիստերին չներկանալը, սրանք հավելյալ կարգավորում են, որոնք պետք է երաշխավորեն գործը 1 տարվա ընթացքում քննելու պարտականությունը։ Պատվարժան դատարան սա բեռնաթափման գործիք էր, անկեղծ ինձ համար էլ ընկալելի չէ ձեր որոշումը, թե օրինակ ինչ հիմնավորմամբ, եթե օրենսդիրը այդ հնարավորությամբ օժտել է եւ ես իմ խոսքում ընդգծեցի դուք այդտեղ հայեցողություն չունեք, բացառությամբ այն դեպքերի եւ առանձին գործողությունների մեղադրյալների մասնակցությունը պարտադիր կհամարեք։ Հիմա սա ինձ ստիպում է պատվարժան դատարան, հիմա տեսեք մենք էլի ապացույց չպետք է հետազոտենք, որովհետեւ կարիք առաջացավ նոր միջնորդության կապված Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցի իրավաչափության պայմանների տեսանկյունից, որովհետև Ալեքսանյանը եւս ունի հենց այդ նույն խնդիրը պրոբացիա ներկայանալու, դուք պարտականություն սահմանել եք շաբաթական 2 անգամ, փետրվարի 26-ից այդ պարտականությունը, ամբողջ այս ընթացքում Ալեքսանյանը դրսևորել է բացառապես պատշաճ վարքագիծ եւ ներկայումս դա խոչընդոտում է իր աշխատանքին։ Արմեն Ալեքսանյանը վարորդ է աշխատում, տաքսի է վարում, տուրիստական ընկերությունների հետ է համագործակցում եւ սա անընդհատ շաբաթական 2 անգամ պրոբացիա ներկայանալ եւ ստացվում է 1 անգամ էլ շաբաթական դատական նիստի ներկայանալը խոչընդոտում է, ուստի խնդրեմ վերանայել այդ պարտականությունը այն սահմանելով ամսական 2 անգամ։ Իսկ մնացած մասով պատվարժան դատարան, ես կարծում եմ, որ օրենսդիրը եւ իրավակիրառը սինխրոն պետք է գործեն, անկեղծ ինձ համար կներեք այդ բառի համար, ես չեմ ուզում սա անցալել որպես դատավարական կապրիզ, բայց օրենսդիրը սրա համար է։ Հիմա տեսեք, օրինակ դատավարության մասնակիցը վաղը հնարավոր է ուշանա, մենք պետք է սպասենք իրեն, հնարավոր է հավելյալ միջնորդություններով նիստը ծանրաբեռնի, սրանք էության մեջ ծանրաբեռնում են առանց այդ էլ ծանրաբեռնված process-ը։ Ինձ մոտ տպավորություն է կներեք իհարկե դրա համար, որ դուք անում եք ամեն ինչ, որ այս գործով դատավճիռ չկայացնեք եւ ես ուրախ եմ, որ դուք դա անում եք պատվարժան դատարան։ Հակառակ պարագայում ինձ համար ընկալելի չէ, եթե օրենսդիրը տվել է լուծում, որ մեղադրյալը նիստին չգա, նաև չլսեցինք ձեր պատճառաբանությունը, նաև չլսեցինք սա առանձին որոշում չի ենթադրելու, բայց ցանկալի կլներ միջնորդության լուծման հետ լսեինք նաև ձեր պարզաբանումը։ Ուրեմն պաշտպան Կոչուբաև, դուք փորձեք ժամանակին